Հանուն հոր եւ որդվո եւ ոգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարիլույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այսօր աշխարհի մեջ այնքան գքաչալերվի մեղքը, որ մարդոց համար արդեն անիգա դարձած է սովորական բան։ Ընթագարակը կարծեք մեղք չկործելը մեղք է, ոչ թե մեղք կործելը մեղք է։ Եվ այսօր նույնիսկ pedagogan կառավարական օրենքներ գլեն, որոնք մեղքը գորինականացնեն։ Եվ ով որ իրենց օրինականացուցած մեղքին թեմ արդահայտվի, օրինակ միասերականության մեղքին թեմ, վիժումի մեղքին թեմ, սարազան ուրիշ մեղքերու թեմ, անիգա կգանչվի թադաստանի։ Սակայն սիրելներ, մարդը թշպախտապար այն օրեն որ մեղք կործեց աստուծմե բաժնվեցավ։ Մեղքը մարդը աստուծմե կբաժնե։ Եվ մեղքը սատանան ինքն է որ թրթեց մարդուն որ մեղք կործե մարդը, որբեսի մարդ բաժնվի աստուծմե։ Եվ սակայն սատանան այդքանով կողջ չմնաց, սատանան ավելի կմղի մարդս մեղքի մեջ, որբեսի մեղքի մեջ խրվի մարդը։ Մեղքը որտեղ դիղմի նման է, գիտեք ինչ է դիղմը, այն ցեխոտ ճուրն է, որ հադակ չունի, եւ որ մեջը մտնե մարդու ոտքը, եթե մարմինը մեջը մտնե մարդուն, ավելի կքաշե դիղմը մեջը զինք։ Որքան փորձես դուրս գալ, չես կրնար։ Ահա մեղքը այդպիսին է։ Եվ պաստորեն անոր համար սիրելիներ, մարդը երբ չգրծավ դուրս ելնել մեղքի դիղմեն, Քրիստոս եկավ, մեր մեղքերը իր վրա առավ եւ մեզի ազատություն տվավ։ Թե ոչ մարդկությունը մինչեւ այսօր մեղքի դիղմի մեջ խրած եւ նաեւ գործված բիդլար։ Անսող շաբաթներուն ցեզի սկսա ընթերցել Ռբդի ուղափար եկեղեցվո երանելի Սուրբ Բաբերեն Բաբա Շնուդա երրորդ Բաբի Թարցիր առաստված այս քիրքեն։ Այսօր սիրելիներ պիտի շարունակեմ ընթերցել եւ պիտի ընթերցեմ ցեզի հաջորդ հոդվածը, որ վերնակրված է այսպես. Աստծուց մարդու բաժանման պատմությունը։ Սիրելիներ, այստեղ պիտի տեսնենք թե Բաբա Շնուդան կբացատրե կպատմե թե ինչպես մարդը աստուծմե բաժնվեցավ եւ մարդը գդրվելով աստուծմե ինչ բաներ զրկվեցավ եւ ինչ բաներ գործընծուց։ Լսենք այս սկանչելի քրությունը։ Աստծուց մարդու բաժանման պատմությունը։ Մարդու հարաբերությունն Աստծո հետ շատ լավ սկսվեց սիրով արլեցուն։ Աստված ինքը սկսեց այդ հարաբերությունը։ Նա ստեղծեց մարդուն ըստ իր պատկերի, նրա մեջ կյանք բջեց եւ հետո տրախտի մեջ տնելով այնտեղի բոլոր արարածների վրա իշխելու իշխանություն շնորհեց։ Աստված մարդու հետ հարաբերություն հաստատեց, երբեմն երևալով նրան ու զրուցելով նրա հետ։ Քանի թեր մարդն Աստծո բարեկամն էր, տրախտի մեջ վայելում էր Տիրոջ ներկայությունը եւ ուղղակիորեն Աստծուց էր սովորում ամեն ինչ։ Եվ այսպես Աստված մարդու հոգևոր առաջնորդը դառնալով միակն էր, ով առաջին բադվիրանով դվեց նրան առաջին հրահանգը։ Բայց ինչպես պատահեց մեղքը, ինչպես կատարվեց եւ ինչ է դրա էությունը։ Մեկ խոսքով մեղքը Աստծուց բաժանումն է։ Մեղքը Աստծուց մարդու հերացումն ու հրաժարումն է, որբեսի նա ըստ իր կամքի ապրի։ Այս բաժանումը մյուս բոլոր խնդիրների եւ մեղքերի պատճառ հանդիսացավ։ Ուրեմն ինչպես պատահեց այդ բաժանումը, ինչպես զարգացավ եւ որոնք են դրա հետևանքները։ Սիրելիներ, մարդը որ գաբրեր Աստծո երանելի ներկայության, ինչպես եղավ որ մեղք կործեց եւ մեղք կործելով ինչ հետևանքներ գրեց։ Առաջին, մարդն Աստծո բարեկամությունից գդրվեց։ Մարդը Աստծո մտերմությունից գդրվելով սկսեց հարաբերություններ հաստատել մեկ այլ բանական էակի հետ։ Սակայն ցավոք այդ հարաբերությունը Աստծո թշնամու Սատանայի
առաջին օծի հետ եղավ։ Ինչպես 13-րդ գլխու մեջ հայտնություն Հովանու 9-րդ գլխու մեջ կխոսվի Սատանայի մասին եւ զին կներկայացնե որպես վիշապը առաջին օծը։ Երկրորդ, մարդն Աստծուց կդրվեց իմացության ցերպերման մեջ եւ որ ուզեց ավելին գիտնալ եւ սակայն ավելին գիտնալու համար ոչ թե Աստծո դիմեց, այլ Սատանային։ Ուրեմն մինչ այդ, երբ մարդը միայն Աստծուց էր ստանում իմացությունը, սկսեց այլ միջոցների դիմել։ Այլ խոսքով, մարդը սկսեց օծի խորհուրդերով եւ մոլորություններով ցերպերել իմացությունը։ Նա նաեւ ցանկացավ գիտելիք ցերպերել գենաց ծառից, որից օգտվելն Աստված արգելել էր իրեն։ Հետևաբար անխուսափելի դարձավ հետակա բաժանումը։ Երրորդ, մարդն Աստծո գամքից եւ նրա սուրբ խոսքից կդրվեց, եւ որ մեղ գործեց, այլևս ոչ թե Աստծո գամքը սկսավ գդարել, այլ Սատանային, եւ Աստծո խոսքեն կդրվեցավ, որովհետեւ Աստված իրեն հրահանգած էր մի էներ եւ ինք ըրավ։ Անորամար մեղքը Աստծո խոսքին թեմ աբստամբություն է, ըմբոստություն է։ Չորրորդ, մարդն իր սրտի ցանկությունների պատճառով Աստծուց կդրվեց։ Նա ցանկացավ ծառի բդուղը, որը լավ է ուտելու համար, ագնահաճո է, գսե Ծննդոց գրքի 3-րդ գլխու 6-րդ համարի մեջ։ Ուրեմն, քանի որ ծառի բդուղը ագնահաճո համարեց մարդը, ահա այսպես մարդն ընկավ իր փնասները եւ նյութի նկատմամբ գարիկները բավարարելու ցանկության մեջ։ Արտարև ծառից ուտելու նրա ցանկությունը աստվածներին նմանվելու դենչանքից էր ծագում, ինչպես որ օծն էր հրաբուրել նրան։ Ծննդոց գրքի 3-րդ գլխու 5-րդ համարի մեջ օծը ըսավ Եվային. Եթե ուտեք ոչ թե անշուշտ պիտի մեռնիք, այլ աստվածներու պես պիտի լաք։ Հետևաբար ահավասիկ սիրելներ մեղքը ծագեցավ ճիշտ այն բանեն, որ Եվան եւ Ադամը հետո անշուշտ դարձյալին անջաշակելով ուզեցին աստվածներու պես ըլլալ։ 5-րդ, Աստծուց կդրվելով մարդը կդրվեց ճշմարտությունից։ Քանի որ Աստված է ճշմարտությունը, երբ մարդը կդրվում է Տիրոջից, նա ինքնաբերաբար կդրվում է ճշմարտությունից եւ հետևում է գեղձիկին։ Արդ բացարձակ իրողություն է, որ ճշմարտությունը հաստատուն է եւ երբեք չի փոփոխվում, մինչդեռ գեղձիկը խիստ փոփոխական է։ Այսպիսով, երբ մարդը հեռանում է ճշմարտությունից, նա ընկնում է սխալների եւ անվերջանալի փոփոխությունների մեջ։ Ամեն օր նա ունենում է նոր գեցվածք, նոր զգացողություններ եւ դառնում է իր անկայուն հայացքներով փոփոխական մի անձ։ Հիմա հասկացաք սիրելիներ, ինչու համար մարդիկս մենք փոփոխական ենք, որովհետեւ ճշմարտութենեն գդրվեցանք։ Ճշմարտությունը անփոփոխ է, հավիտենապես նույնն է։ Անորամար Հիսուսով ես եմ ճշմարտությունը։ Հիսուս անփոփոխ է։ Եթե իր խոսքին ականջ տանք, ուրեմն սիրելիներ անփոփոխ օրեն ճշմարտության մեջ հաստատ կմնանք։ Բայց քանի որ ճշմարտաբար մենք Սատանային ականջ կտանք, եւ Սատանան մեղքի հայրն է, եւ մեղքը միշտ փոփոխության կմատնի մեզ, անորամար մենք միշտ փոփոխական վիճակի մեջ ենք։ Միշտ խափողի դերի մեջն ենք։ 6-րդ, մարդը Աստծուց կդրվելով ցանկից կդրվեց, որովհետև Աստված ինք է ճշմարտությունն ու կյանքը, ինչպես Հիսուս ասավ Հովաննու ավետարանի 14-րդ գլխու 6-րդ համարի մեջ։ Ուստի, երբ մարդը կդրվում է ճշմարիտ կյանքից, որը պետք է ամուր հաստատված լիներ առ Աստված, գայուն հավատով նա հոգևոր դեսանգունից մահանում է։ Համաձայն անարակ որդու մասին հոր ասացի, որովհետև իմ այս որդիս մեռած էր։ Գուգաս 15-րդ գլուխ 24-րդ համար։ Ահա այսպիսի մարդուն է վերաբերվում Տիրոջ խոսքը, թե գենթանի եղողի անուն ունես, բայց մեռած ես։ Հիսուսը ասավ հայտնություն Հովաննու 3-րդ գլխու 1-ին համարի մեջ։ 7-րդ, մարդը Աստծուց կդրվելով զորությունից կդրվեց։ Աստված ինքն է մարդու զորության աղբյուրը։ Աստծուց բաժանվելով նա կդրվում է զորությունից եւ դառնում մի դգար արարած, որին թյուրին գերբով դիրանում է Սատանան, քազաններն իշխանություն են ստանում նրա վրա։ Նույնիսկ սեփական եսը սկսեց դիրել նրան, նա դարձավ թույլ, դգար, անկայուն մի արարած եւ իր նման մարդը սկսեց իշխել իր վրա։ Սիրելիներ, եւ որ Աստված ստեղծեց մարդը, անոր իշխանություն տվավ երկրի
բոլոր առածներուն վրա իշխելու։ Բոլոր գենտայներուն վրա։ Ահա այսօր գենտանին իրենք մեր վրա գիշխեն, գենտայները։ Մենք չենք կարող նրանց վրա իշխել։ Կստարսափինք։ Մենք առյուծի վրա իշխանություն ունենք հիմա։ Ոչ։ Բայց սիրելիներ, ինչու, որովհետև մենք հեռացանք Աստծուց։ Բայց եւ որ Աստծո գմոդերանք, իշխանություն ունենանք առաջին հերթին մեր անձին վրա։ Որովհետև դժբախտաբար այնքան դգարացել ենք, որ մեր անձը մեր վրա գիշխե։ Դավիթ մարգարեն իր անձին հետ կխոսի 103-րդ Սամոսի մեջ կսե օրտնե դերը ով իմացս անոր բոլոր բարիկները մի մորնար։ Կտեսնեք ահա բասիկ սիրելներ, որ դժբախտաբար որքան դգարացել ենք մենք մեր մեղքերուն պատճառով։ 8-րդ Մարդը Աստծուց կդրվելով գործրեց իր իշխանությունը։ Նա գործրեց Տիրոջ կողմից դրված երկրի բոլոր գենտանի առածներին ու կազաններին դիրաբերելու իշխանությունը, ինչպես ասի արդեն։ 9-րդ Մարդը նաև գործրեց իր արժանապատվությունն եւ հարկանքը։ Արտարև, երբ մարդը մեղանչեց, բաժանվելով Տիրոջից, գործրեց Աստվածային պատկերի նմանությամբ ստեղծված լինելու իր արժանապատվությունը։ Իր արժանապատվությունը գործնելու արդյունքում նա վդարվեց թրախտից եւ բաժի արժանի մի հանցավորի պես Աստծո դիմաց գանկնեց։ Երբ Սատանան տեսավ մարդուն զրկված Աստծո ներկայությունից, մեղավոր եւ բաժված, օգտագործեց նրան դիրելու եւ ինքն իրեն այս աշխարհի իշխանը հրճագելու համար բադեհ արիթը։ Ահա այդպես նա գոչվեց աշխարհի իշխանը, ինչպես Հիսուս զինք կգոչեց Սատանան։ Հովանու ավետարանի 14-րդ գլխու 29-րդ համարի մեջ։ Դեսնեք սիրելիներ, եւ որ մենք գործընծուցինք մեր մարդկային արժանապատվությունը, Սատանան դիրաբետեց մեզ։ 10-րդ Աստծուց բաժանման արդյունքում մարդն անգում ապրեց եւ վախը մտավ նրա մեջ։ Մարդը Աստծուն սիրելու փոխարեն սկսեց Աստծուց վախենալ։ Հետո մարդը սկսեց վախենալ իր նման մարդուց։ Ճիշտ Գայենի պես, որն ասաց. «Եվ ով հանդիպի գսպանի ինձ», Ծննդոց գրքի 4-րդ գլխու 14-րդ համարի մեջ։ Ինչու վախցավ Գայենը, որովհետև իր եղբայրը սպանեց։ Եղբայրը սպան եղավ, մեղք գործեց։ Մարդը սկսեց վախենալ նաև կազաններից եւ անհանգստությունը, շփոթությունն ու խռովությունը բադեցին նրան։ Գտեսնեք, որ մեղքը վախի պատճառ եղավ նաև մեր մեջ։ Ինչպես որ Ադամը ասավ, չէ, Աստուծո, եւ որ Աստված զին կանչեց Ադամ ուր ես, Ադամը ասավ դեր ցայնդ լսեցի եւ վախցա։ Ինչու? Որովհետեւ մեղք գործեց։ 11-րդ Աստծուց բաժանվելով մարդը բաժանվեց հոգու կյանքից։ Այսպիսով նյութական եւ մարմնի գարիքները սկսեցին դիրել մարդուն, մարմնական մեղքերի մեջ ներքաշելով նրան։ Մարմնական մեղքերը սկսեցին գրոհել նույնիսկ մարգարեների եւ Աստծո ընտրյալների՝ Սամսոնի, Դավթի, Սողոմոնի եւ ուրիշների վրա։ Սուրբ գրքում Աստված է, որովհետեւ խոցոդելով նա շատերին է թիդաբաստ արել, այսինքն թիագի բես քեդինը փրածե։ Եվ անթիվ են նրա կողմից սպանվածները։ Արագած 7-րդ գլուխ 26-րդ համար։ 13-րդ ուրեմն գետ Աստծուց կդրվելով մարդն ավելի ու ավելի խորը խրվեց մեղքի մեջ։ Մարդու մեղքերը գամած սկսեցին շատանալ եւ նա աստիճանաբար սկսեց խրվել ճարիքի ու բղծության մեջ, ինչպես խոսքից սկիզբը դիղմի մեջ։ Միաժամանակ իր բազում մեղքերն արդարացնելու համար նա այնքան խորամանկ հնարքներ եւ միջոցներ հնարեց, որ սեփական մեղքերը կերազանցեցին իր գլխի մազերի թիվը։ Այդպես է, չէ՞։ Որովհետեւ սիրելիներ, երբ կուզենք մեր մեղքերը ծածկել, ուրիշ սուդեր պիտի խոսենք, ուրիշ մեղքեր պիտի գործենք, եւ հետեւաբար մեր մեղքերուն թիվը կերազանցեց մեր մազերու թիվը։ Ահա բասիկ գեզրագացնե բաբաշնուդան այս է երկրի վրա մեղքի եւ Աստծուց մարդու բաժանման պատմությունը։ Մի պատմություն, որում արցնակրված է մարդու ողբերգությունը, որտեղ բացահայտվում է այն, որ մեղքը երբեք չի թույլատրում իր ճնշումները մինչև որ հասնի իր նպատակին։ Արտարև Սատանան չի բավարարվում միայն մարդու մեղքի մեջ գցելով, այլ շարունակում է նրան ավելի ու ավելի ներքաշել մեղքի մեջ, մինչև որ նա այլևս չկարողանա դիմադրել դրան։ Այնուհետև Սատանան ոչնչացնում է մեղավոր մարդուն։ Ուրեմն ո՞րն է լուծումը։ Միակ լուծումը
դարձն է առ Աստված եւ Տիրոջ հետ հարաբերություն հաստատելը։ Եթե մեղքը Աստծուց բաժանված լինելն է, ուրեմն միակ դարմանը մեղքից անջատվելով դարձն է առ Աստված։ Արդ ամբողջ սրտովդ բաժանվիր մեղքից, ոչ միայն այն պատճառով, որ քեզ մեծապես հոգնեցրել է, կամ որ վախենում ես Դատաստանի օրվանից ու բաժից, այլ որովհետև մեղքն է, որ քեզ հեռացրել է Աստծուց եւ գդրել նրա քաղցր ընկերակցությունից։ Ասիրելներ, այս պատճառով պետք է հրաժարվել մեղքին եւ դառնալ առ Աստված, որբեսի սիրելներ Տիրոջ մեջ հանգիստ գտնենք, Տիրոջ մեջ ուրախություն ու խաղաղություն գտնենք։ Աստված ձեզ արադավես թողորտնե, բարի եւ օրհնյալ շաբաթավերջ ձեր բոլորին։